Պարոն Դանելյան, քիչ առաջ Ալեն Սիմոնյանը նույնիսկ լրագրողներին թույլ չէր տալիս, որ Արցախ անունը ասել, դրանից հետո նաև ասաց, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանը, եւ ընդհանրապես ասում է, այո, նրանք որ գան իշխանության, հաստատ պատերազմ է լինելու։ Էլ չասեմ, որ Փաշինյանն ասում էր սեպտեմբերին ավերիչ, աղետաբեր պատերազմ է լինելու։ Նախ որտե՞ց։ Եթե նրանք ընտրվեն։ Որտե՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է։ Պայմանական են ասում ընտրություններից հետո։ Այսինքն դա կարա մի բան նշանակի, որ միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ եւ իրենք գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել։ Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք ինչքան պատերազմ ա եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք ա եղել եւ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ, կա իրավիճակ։ Արցախը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ Ստեփանակերտին, արդեն Ստեփանակերտի մատուցներին են հասել, այդ մարդկանց շնորհիվ, որոնք եւ այդ ժամանակ են իշխանություն եղել եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանության ամենաբարձր օղակներում են եղել, այդ մարդկանց աշխատանքի, պայքարի, հերոսական ուղու շնորհիվ 12,000 քառակուսի կիլոմետր տարածք է եղել, Լեռնային Ղարաբաղի տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը, բայց որ տվել էին այդ, որտեղ էին նուրը գրկած նկարվում ասում, ախր իրենք օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են, 4-5 անգամ սխալվում են, քիչ չի, ասում են մենք դες բան չենք ասել, առավոտվա ասած բանը, կեսօրին ասում են մենք դες բան ենք, մենք, լավ եք տեսել, կողմ մենք չենք, մենք չենք ասում, եթե մարդը խրոնիկ ստախոս են, ինչի մասին է խոսքը էլի, եթե մարդը առավոտյան մի բան ասում, կեսօրին ասում է, այդ ես չեմ, կարող է ինձ հետ կապված խնդիրներ կա, ես չեմ բան, դուք տեսել եք, թե չեք տեսել այդ ամեն ինչը, չեք տեսել ոնց է մարդը, կրկնում եմ, մի քանի ժամվա ասած բանը, հերքում ասում է, ես չեմ, ինքը տենց էլ երկիր է կառավարում, տենց էլ գնում է բանակցությունների, մենք գիտենք բանակցային գործընթացի ժամանակ ով ոնց է իրեն պահել, ինչ խնդիրներ ա ունեցել, չէ, գիտեք ինչ կա, տեսեք, երկիրը չպետք է կառավարվի եւ ղեկավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ, ոնց որ ավտոբուսում ա, հենց էլ պետական կառավարման համակարգն ա, նույն ձև նաեւ արտաքին հարաբերություններն ա, գժիտեղ դնելով բանակցությունները վարելով արդյունքի կհասնեն, եթե դա հաջողված փորձ է, իսկ թվում է այդ փորձը կարա ինչ ուրիշ երկրները կիրառեն, թե մենք ենք այդքան տենց առաջադեմ, մենակ մեր մոտ է տենց առաջադեմ իշխանության ներկայացուցիչներ, որ կարողանում են տենց գժիտեղ դնելով բանակցություններ վարեն։ Սիմոնյանն ասում է, որ Քոչարյանով տժժում են, ինչ կարող եք արձագանքել, ինչ կպատասխանեք։ Ովքեր անի ջան, ովքեր են տժժում։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ իրենք Քոչարյանով տժժում են։ Անհանգստացած չեն։ Գիտեք, ես անհեթեթություններ մեկնաբանելու տրամադրություն ունեմ, ոչ էլ նպատակ ունեմ մեկնաբանել, մի բան կարող ասեմ։ Ինչ որ ասում են, ինչ որ խոսում եք քաղաքական գործիչի շուրթերից, պետք է դուրս գա միայն ու միայն ճշմարտություն եւ ոչինչ բացի ճշմարտությունից։ Եվ կներեք եւ փաստերով։ Փաստը կա փաստ, գոյություն ունի փաստ։ Այս աղետը բերել է բացառապես գործող իշխանությունը։ Գործող իշխանության ղեկավարն է մի քանի պատերազմ բերել, գործող իշխանության օրոք է Արցախը դարել Ադրբեջան, գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջի անգամ ասել Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դրա մասին ասել են անգամ եվրոպական գործընկերներ։ Բացեք Բորելի հայտարարություն, տեսեք ինչ ասում Բորելը։ Բորելն էլ է ասել, բոլոր են պաշտոնյաներն էլ, որոնք որ շատ ու շատ պաշտոնյաներ ասել են Հայաստանի Հանրապետության
վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այն միակ ղեկավարն ա եղել, որ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Հիմա էլ բանը հասել է նրան արդեն, որ Արցախ բառը ասելուց իրենք վախեր ունեն, որ կարող է Արցախ բառը ասեն, Ալիևը եւ Էրդողանը ջղայնանան, եւ իրանց համար լավ չլինի, իրենց աթոռի համար լավ չլինի, իրենց աթոռի, իրենց պաշտոնի համար, պաշտոն, աթոռ, հանուն տարածքների, աթոռ հանուն տարածքների, էդ է իրանց տրամաբանությունը, էդ է իրանց լոգիկան, բա գոռում էր կոկորդ է ճղում, Արցախը Հայաստանը եւ վերջ, ինչ եղավ այդ բանը, եւ մի ուրիշ հանգամանք էր, դուք ուշադրություն դարձեք իրենց խոսույթի վրա, սկզբից ասում են բռնի տեղահանված արցախցիներ, հիմի բռնի տեղահանումներ են հանել, էտել են խմբագրել, էլ բռնի տեղահանված չեն, արցախցիները էլ բռնի տեղահանված չեն, մի հատ հարցրեք իրանց, ասեք բռնի տեղահանված են, հիմի այդ մարդիկ կողմնորոշվեք, որ մի 2 ամիս առաջ գոնե այդ բռնի տեղահանված ասում, հիմի այդ բռնի տեղահանվածն էլ չեն ասում են փախածներ, են էլ ասում փախած են մարդուն, որի հայրը Արցախյան առաջին ազատամարտիկ լեգենդար հրամանատարից ա եղել, Մերուժան Մոսյանը, որը մարտական խաչ առաջի աշճանի ասպետ է, որ ամբողջ իր կենսագրությունն ու կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի, հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը պատահական է, հերոսների ընտանիքի ուրեմն անդամների նկատմամբ այդ վերաբերմունքը պատահական է, նոր է սկսել այդ վերաբերմունքը, եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, եւ որ ծնկեր գալի կեղծ այդ մեր հերոսների գերեզմանների առաջ եւ մի քանի մետր են կողմ այդ հերոսացին ծնողներին ծեծում ու ջարդում էին։ Այդ ժամանակվանից էլ դրանից առաջ էլ այդ վերաբերմունքը, որ ասում են հանուն ոչնչի գնացին մեր երիտասարդները, այդքան մատաղ սերունդը գնաց զոհվեց, ասեցին հանուն ոչնչի են գնացել այդ մարդիկ զոհվել։ Եվ արցախցիների կներեք, արցախցիների թիրախավորում, ամեն Աստծու օր թիրախավորում են արցախցի մեր քույր եղբայրները, նոր այդ թիրախավորումը, մի հատ տեսեք իր այդ հանդիպումների ժամանակ ովքեր են մասնակցում, որ ասում են թող բայրակթար ուտեն, թող ասում են թող թուրքերը այդ մարդկանց կոտորեն ջարդեն, մեկը Հայաստան չմտնի, մոռացել եք այդ արտահայտությունը, այդ խոսույթը որտից է դուրս եկել, իրանց այդ սատելիտներ բլոգերին զիբիլ են դրանցից, որ ինչ բերանը գալիս ասում է ներազգային պառակտում են մտցնում մեր քույր եղբայրների, մեր հայրենակիցների, այսօր Արցախնա վաղն էլ ասելու են Շիրակն է, մյուս օր ասելու են Տավուշն է, ինչ տարբերություն իրանց համար, այդ ներազգային պառակտում մտցնելը իրանց դարել է ամենօրյա գործի առարկան, այդ ասում ներեգություն է խնդրել, դուք մի հատ Սիվիկի բանը նայեք, այդ գրառումները նայեք, եթե պիտի ներեգություն խնդրեն, հաջորդ վարքյանին ցեխ շպրտեն այդ մարդկանց նկատմամբ, այդ ներեգությունը ինչ արժեք ունի, տեսել եք ինչ են գրում, տեսել եք ինչ խոսույթով են հանդես գալի, դե բա ինչի մասն է խոսքը։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ եթե ինքը 2021 թվականին լիներ իշխանության, Արցախը չէր հայաթափվի, կասեք ինչ մեխանիզմով, բացատրել է ձեզ։ Այն մեխանիզմերով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը հենց այդ ճգնաժամային իրավիճակում, հենց այդ անելանելի իրավիճակներում թավացյալ, որ պատասխանատվություն ստանձնող մարդիկ էլ չկային, ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի ղեկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ստանձնել է ինքը եւ հաղթանակներ ակերտել հենց այդ նույն տրամաբանությամբ եւ հենց այդ նույն լոգիկայով ճգնաժամային կառավարիչ լինելու, հմուտ բանակցող լինելու, իր կառավարման ընթացքում ոչ միայն ինքը կարողացել է հմուտ ցույց տալ, որ ինքը հմուտ բանակցող է եւ ուժեղ ղեկավար է, այլ նաեւ միջնորդ է հանդիսացել այն ժամանակ, որ մի քանի շաբաթ առաջ որ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է նաեւ որոշակի առումով ներգրավվածություն ունենա նույն Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, այդ մարդը այդ փորձն էլ ունի։ Շատ բան չի խոսում, ես կուզեմ շատ բան խոսի իր կառավարման ժամանակահատվածին, թե ինչ միջնորդական դերակատարություն ա ունեցել նախկինում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, կներեք, իրադարձությունների եւ դրա իր մասնակցության եւ այդ մասնակցության շնորհիվ վերահաս վտանգը կանխելու։ Ես կուզեմ ինքը շատ խոսի դրա մասին, բայց քանի որ ժուշկալ է եւ շատ թեմաների մասին ինքը չի խոսում, դա կարծում եմ, որ ես էլ կոչ եմ անում երկրորդ նախագահին, որ դրա մասին շատ խոսի։ Ինչքան շատ խոսի, այնքան մեր ժողովուրդը կհասկանա, որ մեզ այս իրավիճակում պետք են հմուտ ղեկավարներ, պետք են փորձառու ղեկավարներ, պետք են լավ բանակցողներ
եւ ոչ թե մարդիկ, որոնք որ տարածաշրջանը երրում է մի օր կուկուրուզ օպերացիան, մի օր պերաշկի օպերացիան, մի օր ես չգիտեմ քյաբաբ ու շաուրմա օպերացիան, ինչ դրանով ինչ մեշիզներ եք տալիս հարևան եւ բարեկամ Իրանի տեսնում են իրանք են հավաքվում։ Բոլորս էլ ուտում ենք, դե ինձ թվում է դուք էլ եք ուտում, ոչ մեկ սոված չի մնում, բոլորն էլ ուտում են, բայց ոչ մեկ իր ուտելիքները, դե եթե Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, եթե քո հարևանի տունը ողբերգություն է, եթե քո հարևանի տունը դժբախտություն է, սքի մեջ է, դու ցանկապատից էսկոմ քու ուտելիքային բաներն ես ցուցադրում, ինձ թվում է դա նորմալ չի, ավելի քան նորմալ չի։ Իշխանությունը մեղադրում է ձեզ, որ վերջերս էլ Ղարաբաղի մասին չեք խոսում, Արցախի մասին չեք խոսում, ինչու չեք խոսում, եթե երբ որ ասում են Քոչարյան ասում էր 21 թվականին կկարողանայի կանխել, ասում է բա հիմա ինչ ասում։ Ինձ շատ ժամանակ մեղադրում են, որ շատ եմ խոսում, բայց ես կարծում եմ, որ դուք երևի ուշադիր չեք կոնկրետ իմ եւ իմ գործընկերների ամենօրյա եւ այդ խնդիրների մեր արցախցի քույր եղբայրների խնդիրների, անձնագրային խնդիրների, կեցության իրավունքի, վերադարձի իրավունքի մասին, այսօր անգամ վերադարձի իրավունքի հարցը բանակցային սեղանին դրված չէ։ Մենք ինչ ենք ասել, նաև մեր համագումարի ժամանակ, որ Արցախի վերադարձի հարցը պետք է դրվի բանակցային սեղանին։ Դա այն իրավունքն է, որը որ պաշտպանվում է գրեթե բոլոր պետությունների կողմից, եւ դա անկալելի է բոլոր պետությունների կողմից։ Նորմալ պետությունների մասին է խոսքը, ավտորիտար պետությունների մասին չի խոսքը։ Եւ դա այդ օրակարգի մասին մենք շատ ենք խոսել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով ենք խոսել, էլ չգիտեմ, էլ ոնց պետք է խոսանք, հիմա էլ նորից էլի կրկնում եմ, որ արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը այս փուլում շատ իրատեսական է եւ դա մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին եւ այս խնդիրները պետք է անպայման բարձրացնենք։ Ուրեմն տեսեք Արցախի հարցի վերաբերյալ հետեւյալը կասեմ։ Արցախի էջը ուզում են փակել այս իշխանությունները։ Իրենք գիտես ոնց որ մարդուն ծանր լսեք, ուրեմն եթե դուք նույն գործելավոճով եք ուզում խոսեք ինչ որ իշխանություններն են այդ գործելավոճով խոսում, մենք ոչ թե չէ, գիտեք, իրանց ասածն եք ասում, թե ձեր կարծիքն է դա։ Ես ասում եմ, ուրեմն լսեք, Ղարաբաղցի մարդու ծննդավայրը կապ չունի, արցախցի ենք, տավուշեցի ենք, գյումրեցի ենք, թե այլ բնակավայրից ենք, դա հեչ նշանակություն չունի։ Ցանկացած հայրենասեր ղեկավար պետք է իր առջև առաջին խնդիրը դնի արցախցիների վերադարձի խնդիրը եւ իրավունքը։ Հիմա մենք չենք խոսում Արցախի իշխանությունների մասին, խոսքը իշխանությունները չեն խոսում Արցախ վերադարձի մասին, Ադրբեջանը ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, Արևմտյան Ադրբեջան գաղափարը եւ ադրբեջանցիների ստե բնակեցման հարցը։ Բանակցային սեղանի չեն դրվում մեր 100 հազարավոր հայրենակիցների վերադարձի հարցը, որը Բաքվում, Կիրովաբադում, Գանձակում, կներեք, Սումգայիթում ապրել են։ Այդ հարցերը որևէ մեկը չի դնում։ Ինքնորոշման, կներեք, վերջացնեմ ես։ Ի վերջո, ինքնորոշման իրավունքի դրույթը եռանախագահների կողմից դրվել է այդ դրույթը Միսկի խմբի եռանախագահների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի հարցնադրվել, ճիշտ է, ուժի չկիրառման դրույթն էլ է եղել դա, բայց ամեն դեպքում այդ իրավունքը, ինքնորոշման իրավունքի դրույթը նաև Միսկի խմբի համանախագահ, բայց եթե կան Հայաստանում իշխանություն, որ այդ իշխանությունը հրաժարվում է ամեն ինչից, եւ հիմա այս պահին Հայաստանի Հանրապետությունը կանգնել է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև եւ այսօր մենք խնդիր ունենք Հայաստանը այսօր պահելու, որ վաղը մյուս օր 100 հազարավոր ադրբեջանցիներ չբերի ստեղ բնակեցնի։ Արդեն խոսում է Հայաստանի Հանրապետությունը կազմախանդելու ծրագրի մասին։ Սահմանադրական փոփոխությունները, որ ասում են, ինչ էին ասում։ Ասում են, սահմանադրական փոփոխությունները կապ չունի Ալիևի պահանջների հետ։
Բա ինչ եղավ էդի։ Հիմա ինչ են անում անկախության հռչակագիրը, ես դա փոխկապակցված է։ Հայաստանի Հանրապետության լինելիության հարցը փոխկապակցված է Արցախի վերադարձի եւ վերադարձից հետո նաեւ ինքնորոշման իրավունքի ուրեմն անվտանգության լսեք ես ես նորից եմ կրկնում էլի հիմա այս պահի դրությամբ դուք հասկանում եք որ Արցախ վերադարձի հարցը առաջին հերթին պետք է արցախցիների վերադարձի հարցը դրվի բանակցային սեղանին եւ դրանով առաջին քայլը անելով մենք կարող ենք արցախցիներին առնվազն Արցախ վերադարձի իրավունքը այս պահի դրությամբ ամրագրել եւ դա հասկանալի եւ ընկալելի է բանակցային անվտանգության երաշխիքներով նույն Մինսկի խմբի համանախագահների երաշխիքներով հնարավոր է արցախցիների բանակցել հնարավոր է բանակցել եւ այդ բանակցային խորքը ապահովել, որպեսզի մենք կարողանանք ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Կներեք, դե վերջացնեմ, դուք կամ լսեք, կամ եթե չեք ուզում լսեք, ուրեմն ձեր իրավունքն է։ Ձեր իրավունքն է, ես թողեք ես իմ կարծիքը հայտնել, ամբողջ ծրագիրը այսօր մենք չենք հրապարակում, բայց մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը եւ այդ ճանապարհային քարտեզը մենք լավ հասկանում ենք, պատկերացնում ենք եւ դրա շուրջը ես կարծում եմ մենք կարողանալու ենք ապահովել այն ինչ որ մենք մտածում ենք, երազում ենք եւ պլանավորում ենք։ Ընտրություններից 2 ամիս առաջ Փաշինյանի զանգը Վլադիմիր Պուտինին ինչ է նշանակում, որտեղ ըստ Կրեմլի իրենք քննարկել են տարածաշրջանային, տրանսպորտային, էներգետիկ հարցեր, ենթադրվում է նաև էներգետիկ համակարգի կամ երկաթուղու հետ կապված, բայց կառավարության պաշտոնական կայքում այսպես դիտարկումն էր, որ հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է ընտրություններից 2 ամիս առաջ նորից ուզում հանդիպել եւ զուգահեռ այսօր Ալեն Սիմոնյանի հայտարարություններից տպավոր այսպես շատ կտրուկ էին հակառուսական հայտարարությունները։ Ինչ կարող ենք ենթադրել այս առումով։ Ենթադրությունները կոնկրետ ինչքանով որ ես հասկանում եմ երկաթուղիների հարցը այս ընթացքում քննարկվում է ինչքանով էլի որ ես տեղյակ եմ ղազախական ընկերության ինչ որ կոնցեսիոն կառավարումը հանձնելու հետ կապված հարցեր են քննարկվում չգիտեմ պետք է այդ թեմայի շուրջը ավելի խորքային հասկանանք թե ինչ ծալքեր կան բայց ես մտածում եմ որ գործող իշխանությունների կողմից նամանավանդ վերջին շրջանում հակառուսական տրամադրվածությունները ավելի քան ակնհայտ են ինչ ընթացք կունենա դա չեմ կարող ասել որովհետև գիտեք որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում կախվածությունը Ռուսաստանի հետ շեշտակի բարձրացել է ԵԱՏՄ շուկայի հետ եւ այդ որ օրնի բուն ասում են որ դիվերսիֆիկացիա չգիտեմ ես ինչ են արել այդ դրա ուղղությամբ ոչ մի բան չեն արել ավելի շատ են կախվածությունը ԵԱՏՄ շուկայից ես չեմ պատկերացնում թե օրինակ դրա այլընտրանքը այս պահին եթե օրինակ իրենք հրաժարվում են այդ տնտեսական համագործակցությունից այլընտրանքը ո՞րն է ուրիշ այլընտրանք բան ստեղծել է կա ուրիշ այլընտրանք բան ստեղծած այլընտրանքային ինչ որ բան կա ստեղծած ամբողջ աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը այդ փոխկապակցված են եթե առանձին Էվրիկա արել գնացեք հարցեք ինքը ոնց է դա պատկերացնում ես ամենայն դեպս դա այդքան էլ լավ չեմ պատկերացնում եթե դու տնտեսական կախվածությունը ավելացնում ես դա իր հերթին բերում է նաև քաղաքական առումով կախվածության եւ այս առումով այդ կախվածությունը շատ ավելացել է հենց իր կառավարման ժամանակը բացեք ցուցանիշները տեսեք ԵՄ-ի հետ առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտուրը ենթադրենք իրենից առաջ ինչքան ա եղել հիմա իր կառավարման ժամանակահատվածում ինչքան ա եղել այսինքն դա վիճակագրական թվյալներ որը որ շատ པարզ երևում է այդ ամեն ինչ խնդրեմ ասել Պարոն Դանիելյան խնդրեի հստակեցնել ավելի բարձր Հայաստան դաշինքի ծրագրում Արցախի դեօկուպացիա լինելու է թե ոչ
Ես կրկնում եմ, ամբողջ բանակցային փաթեթը կամ այն ինչ որ մենք պլանավորում ենք, պարզա որ տեսախցիկների աչքի առջև եւ գիտեք որ այս ինչ որ մենք նկարահանում ենք, ինչ որ մենք գրում ենք կամ ինչ որ մենք խոսում ենք, պարզա որ ադրբեջանցիներն են ուշով հետևում, ես նորից մեկ անգամ եւս ասում եմ, բանակցային եղանակով բանակցային գործընթացով մենք կարող ենք ապահովել առաջին հերթին արցախցիների վերադարձի հարցը, որը որ ընկալելի է, որը որ մենք կարող ենք առաջին փուլում անել։ Մնացածը կներեք, դա մենք մարտավարությունից ելնելով մնացած բաները մնացած հարցերը քննարկման Գնեք մի բան էլ հստակեցնեմ, ինչ կարգավիճակով Արցախ ինքնավար անկախ հանրապետություն ինչպես է դա Ուրեմն ես եւս մեկ անգամ կրկնում եմ կան գործիքակազմեր, որոնք այդ գործիքակազմերը բանակցային գործընթացի ընթացքում կարող են կիրառվել եւ լսեք մենք շատ լավ պատկերացնում ենք այդ հարցը եւ այդ հարցի լուծումը տվողը մենք ենք հիմա որ օրինակ 90-ական թվականներին գնայիք եւ հարցնեիք Ռոբերտ Քոչարյանի թե ինչպես եք պատկերացնում որ միայն Ստեփանակերտն է մնացել իր հարակից տարածքները ոնց եք պատկերացնում Արցախի ազատագրումը կամ ոնց եք պատկերացնում այս հարցի լուծումը բնականաբար այդ ճանապարհային քարտեզը ոչ ձեզ ոչ էլ ինձ կրկնում եմ մենք այն ուժն ենք որը միշտ էլ պահել է Արցախի շահերը Արցախի իրավունքները Արցախահայերի իրավունքը մեր ընկերներն են Արցախի համար իրենց կյանքը տվել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եւ Արցախի առաջին նախագահն է որը որ իր փորձով իր կարողություններով իր գիտելիքներով դուք սրանից առաջ էլ ասեցիք հարց տվեցիք ասեցիք կոնկրետ արցախցի լինելու հանգամանքը չէ ինչա կարծում եք որ մենք որ Արցախյան ծագում ունենք, մեր սիրտը չի ցավում կամ մենք չենք ուզում Արցախ որ առաջ վերադառնալու։ Չէ, կրկնում եմ, այդ մենք մեր հարազատների, բարեկամների շիրիմները Արցախում են։ Կոնկրետ իմ մասով էլ ասեմ ես, որպես ծագումով արցախցի, իմ հարազատների շիրիմները ինձնից իմ տեսանկյունից եմ ասում, ինձնից ավելի շատ, ինձ համար եմ ասում, միգուցե դա բան անպագորգոր հնչի կամ ճիշտ չհնչի, ինձնից ավելի շատ Արցախ ոչ մեկ չի ուզում վերադառնալ։ Դրանով թեման սահմանափակենք։ Պարոն Դանելյան, խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, բայց դուք նաև զուգահեռ Ես այդ հարցի պատասխանը տվեցի ուրիշ Ես այդ հարցի պատասխանը տվի այլ հարցերի պատասխանը եթե կա ուրիշ հարցեր Այո, ես ունեմ դուք Պարոն Դանելյան, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք սոցհարցումներ կանենք, կտեսնենք ով է մեզնից բարձր վարկանիշ ունեցողը եւ նրան կառաջադրենք վարչապետի թեկնածու։ Հետո մենք պարոն Քոչարյանի այդ հայտարարությունից հետո հանրությանը ձեր աջակիցներին բաց որևէ բան չներկայացրեցիք եւ մեկ հոբ հայտարարեցիք որ երկրորդ նախագահը վարչապետի թեկնածու է ես խնդրեմ ասել ինչ գործընթաց է եղել ում շրջանը թեկնածություններն է դիտարկվել եւ ում միջև է պայքարել Մենք ունենք ներքին հարցումներ եւ այդ հարցումները ցույց են տալիս որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ վստահելիություն ունի եւ Հայաստան դաշինքում եւ նաեւ ընտրական process-ների ընթացքում դուք էլ ականատեսը կլինեք, որ Հայաստան դաշինքը շատ ծանրակշիռ արդյունք է գրանցելու եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում Հայաստան դաշինքի ֆորմատի մասին է ամենաբարձր վստահելիությունը ունի ամենաբարձր Դե եթե մենք մեր տեխնացուն պետք է առաջադրենք դեպի մնացած կուսակցությունների առաջի համար ինչ ենք հարցում անելու ինչի մասն է խոսքը Ինչ
ինչպես է մեխանիզմն է ուզում հասկանալ։ Մի քանի տեխնացու է ընտրվել եւ որոշվել է նրանցից ով լինի արդյունքում պարոն Քոչարյանին է նախապատվությունը տվել, թե միանգամից միայն պարոն Քոչարյանի տարբերակն է քննարկել։ Պարոն Քոչարյանի տարբերակը չեն քննարկել, Հայաստան Դաշինքի հարցում են արել եւ Հայաստան Դաշինքի ամենաշատ տոկոսները հավաքել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Դանիելյան, ամեն դեպքում նայեք, դուք ասում եք հեղինակությունն Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը այսպես մեկ ասում են չեն անցնելու խորհրդարան, մեկ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու եւ հիմա հատկապես ամսի 16-ի հետ շնորհանդեսից հետո, երբ վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր, այսպես ոչ միայն իշխանության կողմից, այլ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից կատաղի այսպես պայքար է սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչու դուք դրա պատճառները գիտեք, թե ոչ։ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել։ Այո, իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր, հենց արվում է դրա համար։ Իրենք հասկանում են, որ առնվազն կա մի քանի ուժ, որոնց թվում նաև Հայաստան Դաշինքն է, որը որ շատ ծանրակշիռ քվեներ է հավաքում այս պահի դրությամբ։ Վաղը մյուս օր դա կլինի 50+1, թե չի լինի, կախված է ընտրական պրոցեսներից, կախված է քարոզարշավից, կախված է թիմերից եւ այլն, շատ հանգամանքներից։ Բայց այն, որ անգամ ծիծաղելի է այդ 8%-ի մասին ասելը, դուք օրինակ ոնց եք պատկերացնում, եթե մենք վստահ չլինենք, որ 8%-ը կհաղթահարենք, մենք Դաշինքով հանդես կգանք, հարց։ Իհարկե մենք վստահ ենք, որ ոչ միայն այդ 8%-ն ենք հաղթահարելու, այլ մի քանի անգամ ավելի շատ էլ, այսինքն դա բազմապատկեք, չգիտեմ, 3-ով կամ միգուցե ավելինով, եւ դա ել եմ ասում կախված է հենց ընտրական գործընթացներից։ Այն, որ հիմա նաև մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում մարզերում, ես ուզում եմ ձեզ ասել, որ նաև ներողություն եմ խնդրում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որ ստիպված են նաև դուք նշեցիք համալիրում հանդիպումը, ուրիշ էլի հանդիպումներ են շատ եղել տարբեր մարզերում, անգամ նստատեղերը չեն բավարարել, այս տոտալ այս իշխանությունների կողմից, որ չեն էլ ուզում անգամ դահլիճ տրամադրել Հայաստան դահլիճին, Հայաստան Դաշինքին դահլիճ տրամադրել, այդ մարդիկ ոտքի վրա են եղել կամ միջանցքներում են եղել։ Եվ ես կարծում եմ, որ սա հենց այն ցուցիչն է, դուք տեսաք, որ անցած կիրակի էր նաև աշտարակում էր հանդիպում եղել, դրանից առաջ Գյումրիում, Մարտունիում, տարբեր դուք տեսել եք եւ առաջիկայում էլ դրա ականատեսը կլինեք, ժողովուրդը շատ լավ է ընդունում, մենք վստահ ենք եւ որևէ այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։ Հանդիպումներ սպասվում են քաղաքացիների հետ։ Մենք եթերում չենք։ Չէ, պարոն Քոչարյանը Հերնի փողոց մարդկանց վեշերը հանիվել էր, տենց Աշտարակի հանդիպումը ուղիղ եթերում չէր։ Կամ համալիրի հանդիպումը ուղիղ եթերում չէր, կամ ուրիշ հանդիպումներ էլի։ Շրջի փողոցները Ցանկացած մարդ ինքն է որոշում իր քարոզչության եղանակներն ու մեխանիզմները։ Հիմա տեսեք էլի, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի, ինքը տարբեր միջոցառումներին էլ մասնակցում է, որևէ այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլեր անել, այսինքն մեկի, չգիտեմ, աղբը տանել թափել, մեկի, չգիտեմ, առևտուրը վերցնել տանել, մեկին կեղծ գրկել, բայց հետո որ տեսնում է իր աջակիցը չի հարցակվել այդ մարդկանց վրա։ Մենք չենք դες բաներ չենք արել ու չենք էլ անելու։ Մենք չենք էլ պատրաստվում, օրինակ եմ ասում, էլի, մենք նաև գիտենք փոքր երկիր է, էլի, գիտենք ով ում բարեկամն է, ով ում հարազատն է եւ այլ եւ այլ։ Ասենք բարեկամներին տանեն շարեն կամ չգիտեմ, կուսակիցներին տանեն շարեն, իբր թե պատահական տեսել է, համբյուրել է եւ ուշ կգնում է։ Ասենք ամոթ է, էլի, ամոթ է, կեղծ շինծու բաներին թող վերջ տան, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ ալնելու, սիրելի գործընկերներ ջան, ձեզնից շնորհակալ եմ, ամեն ինչ լավ ալնելու։ Դուք արդեն 4-րդ եւ 5-րդ հարցն եք տալիս։
Խնդրում եմ 21 թվականին ասում ենք միջև քեզ հաշեցնելու ենք, բայ